Երկխոսություն Հիսուս Քրիստոսի հետ Նոյեմբերի 9, 1986 թվական Խաղաղություն քեզ, ես այստեղ եմ, Հիսուս Քրիստոսն եմ և կանգնած եմ քո առաջ, ես քո ուսուցիչն եմ և քեզ սիրում եմ, իմ զոհաբերումով չարը պարտվեց, մի քնիր, ես շուտով քեզ հետ կլինեմ աղջիկս։ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին աղջիկը մահացավ։ Ես հայտնությունն եմ, ես լուրեր ունեմ քեզ հաղորդելու, որոնք ինքնին պիտի խոսեն։ Խոսիր ինձ հետ քո խաչելության մասին։ Ինչ ասեմ, նախքան խաչելությունը, թե խաչելության ժամանակ։ Մինչ խաչելությունը։ Հիսուս ինձ պատմեց մի խարազանման տեսարան։ Խարազանելուց հետո նրանք թքեցին ինձ վրա և գլխից մի քանի ծանր հարվածներ իջեցրին, որից ես գլխապտույտ ստացա։ Ապա ոտքով խփեցին որովայնիս, ես շնչահեղձ ծնգա գետնին, տնքալով ցավից։ Նրանք մրցում էին իրար հետ, հերթով խփելով ինձ։ Ես անճանաչելի էի դարձել, մարմինս ջախջախված էր, ինչպես և սիրտս։ Պոկոտված մսերը կախ էին ընկած մարմնովս մեկ։ Նրանցից մեկը ինձ վերցրեց գետնից ու քարշ տվեց, որովհետև ոտքերս ինձ չէին պահում այլևս։ Հետո նրանք ինձ հագցրին իրենց հագուստներից մեկը և հրեցին առաջ, շարունակելով հարվածել դեմքիս, ջարդելով քիթս ու տանջելով ինձ։ Կրճիկը ճաքած էր, բայց ոչ ոսկորը։ Սուրբ Վարշամակի մասնագետները միանշանակ հաստատում են այն։ Ես լսում էի նրանց նախատինքները։ Այնպիսի ատելությամբ ու ծաղրանքով էին հնչում նրանց ձայները, լցնելով բաժակս։ Ես լսում էի, որ ասում էին. «Ուր են հավաքվել քո ընկերները, երբ նրանց թագավորը մեզ մոտ է։ Բոլոր հրեաներն այնպիսի դավաճաններ են, ինչպես սրանք։ Սրանց թագավորին տեսեք»։ Ապա նրանք թագադրեցին ինձ, փշերով հյուսված մի պսակով աղջիկս։ «Ուր են ձեր հրեաները, որ ողջունեն քեզ։ Դու թագավոր ես, չէ՞։ Կարող ես թագավոր ձևացնել։ Ծիծաղիր, մի լացիր, դու թագավոր ես, չէ՞։ Դե քեզ թագավորի նման պահիր»։ Նրանք պարանով կապեցին իմ ոտքերը և ասացին, որ քայլեմ դեպի իմ խաչը։ Աղջիկս, ես չէի կարող քայլել, քանի որ իմ ոտքերը կապված էին։ Դրա համար ինձ գետին գցեցին և մազերիցս քաշելով տարան դեպի իմ խաչը։ Ցավս անտանելի էր, մարմինս ծվեները, որոնք կախ էին ընկել խարազանումից հետո, պոկվեցին։ Նրանք թուլացրին ոտքերիս կապերը և խփեցին, որ ոտքի կանգնեմ ու բեռս կրեմ ուսերիս վրա։ Ես չէի տեսնում, թե որտեղ էր իմ խաչը, որովհետև աչքերս լցված էին արյունով, որը ցած էր հոսում գլխիս մեջ խրված փշերից։ Դրա համար նրանք բարձրացրին իմ խաչը և դրեցին ուսերիս վրա, հրելով ինձ դեպի դարպասը։ Աղջիկս, այնքան ծանր էր իմ խաչը, որը ես պիտի կրեի։ Ես դեպի դարպասը գնացի, հետևիցս մտրակի ծանր հարվածներ ստանալով։ Փորձում էի տեսնել դիմացս, բայց արյունը այրում էր աչքերս։ Հետո զգացի, որ մեկը դեմքս սրբում է։ Կանայք տագնապահար առաջ եկան, սրբելու իմ ուռած դեմքը, ողբալով ու սգալով։ Զգացի նրանց տառապանքը։ Օրհնյալ լինեք, շշնջացի ես։ Իմ արյունը պիտի սրբի ամբողջ մարդկության մեղքը։ Դուստրերս, ձեր փրկության ժամանակը եկել է։ Ես ինձ քաշքշելով վեր բարձրացրի, ամբոխը խելացնոր էր դարձել։ Ես ոչ մի ընկեր չէի տեսնում իմ շուրջը, ոչ ոք չկար, որ ինձ մխիթարեր։ Հասս գնալով ավելանում էր, և ես վայր ընկա։ Վախենալով, որ կարող եմ չդիմանալ մինչ խաչելությունը, զինվորները հրամայեցին Սիմոն անունով մեկին կրելու իմ խաչը։ Աղջիկս, դա բարության կամ կարեկցության արտահայտություն չէր։ Նրանք ինձ խնայում էին, որպեսզի խաչին գամեն։ Երբ լեռան բարձրունքը հասանք, նրանք ինձ գետին գցեցին, պատռելով հագուստներս, թողնելով մերկ ի տես բոլորի։ Իմ վերքերը նորից բացվեցին, և արյունս հոսում էր գետնի վրա։ Զինվորները լեղիով խառնված գինի առաջարկեցին, բայց ես մերժեցի, քանի որ թշնամիներիս պատճառած դառնությունը հոգուս խորքում էր արդեն։ Նրանք արագորեն նախ գամեցին դաստակներս, խրելով մեխերը խաչի մեջ, ապա ջարդված մարմինս տարածեցին խաչի վրա
և վայրենաբար գամեցին ոտքերս։ Աղջիկս, օ աղջիկս, այդ ինչ ցավ էր, ինչ տառապանք, հոգեկան ինչ տանջանք էր, լքված իմ սիրելիների կողմից, ուրացված Պետրոսից, որի վրա պիտի հիմնեի իմ եկեղեցին, ուրացված մնացյալ բոլոր իմ մտերիմներից, բոլորովին մենակ, թշնամիների ձեռքը մատնված։ Ես արտասվեցի, որովհետև հոգիս լցված էր ցավով։ Զինվորները խաչը կանգնեցրին, մինչ խրամի մեջ աչքերս սևեռեցի ամբոխի վրա, բայց հազիվ էի տեսնում ուռած աչքերովս։ Ես նայեցի աշխարհին, ինձ ծաղրողների մեջ ոչ մի ընկեր չկար, ոչ ոք չկար այնտեղ, որ ինձ մխիթարեր։ Աստված իմ, ինչու ինձ լքեցիր։ Ես լքված էի բոլոր նրանց կողմից, ովքեր սիրում էին ինձ։ Հայացքս ընկավ մորս վրա։ Ես նայեցի նրան և մեր սրտերը խոսեցին. «Իմ սիրելի զավակներին ես քեզ եմ հանձնում, որ դառնան նաև քո զավակները, դու լինելու ես նրանց մայրը»։ Ամեն ինչ ավարտին էր մոտենում, փրկությունը մոտ էր։ Ես տեսա, որ երկինքը բացվեց, և հրեշտակները զգաստ կանգնած էին քար լռության մեջ։ Հայր, քո ձեռքերի մեջ եմ հանձնում իմ հոգին, ես այժմ քեզ հետ եմ։ Ես Հիսուս Քրիստոսը թելադրեցի քեզ իմ տառապանքը, կրիր իմ խաչը։ Կրիր այն ինձ համար, իմ խաչը խաղաղություն և սեր է աղաղակում։ Ես քեզ ցույց կտամ ճանապարհը, քանզի սիրում եմ քեզ, աղջիկս։